Առաջինը Թուրքիա, լավ, արի Ադրբեջանից սկսենք, թուրքական աշխարհին վերաբերող լուր է, ադրբեջանական տիրույթում սենց հիստերիա էր, որովհետև կարծեմ Ղազախստանում անցնում այդ կոնկուրսը Silkway Star, հա, Հետաքրքիր ճանապարհի աստղ։ Այո, որտեղ մասնակցում էր հայ երգիչ Սարո Գևորգյան, անկեղծ չգիտեմ, ճանաչում ես։ Չէ, ճանաչում։ Մենք հին մարդ ենք։ Մի Սարո գիտեմ, որ հայտնի նաև կյանք ու կռվի մեր ինչպես բանի արտադրիչի հետ միասին են հայտնի երգը կյանք ու կռվի, մի խոսքով ինքը ելույթ էր ունենում այդ մրցույթում եւ ադրբեջանցի երգչուհին, որը նստած էր ժյուրիում, Էֆենդի անունով, կեղծ անունով, երգչուհին դնում է 12 միավոր, ամենաբարձր, հա, բալերն է գալիս հային եւ գրկախառնվում են իրար հետ, դա, այսպես ասած, պայթացրեց ադրբեջանական համացանցը, վատ իմաստով իհարկե, եւ այդ խաղաղության օրակարգի ֆոնին, երբ որ դու տեսնում ես այդ իրական իրենց հասարակության պորտքումները եւ վերաբերմունքը, հասավ նրան, որ իրենց անավեթեն կուսակցության նախագահ Ալինագին մայր հայրենիք, գիտես, ասած գրառում արեց, որ այդ աղջիկը վիրավորելու համար անվանեց հայ, ինչը շատ բնորոշ է, հա, իրենց, եւ ասեց պետքա այդ հերթական իրենց քսենոֆոբական հայատյաց դրսևորումները սկսվեցին այդտեղ, որ պետքա ստուգել արունը եւ այլն, այսինքն դա ցանկացած մարդու Ադրբեջանում ում ուզում են ստիգմատիզացնել, մարգինալիզացնել, իրեն ասում են, սա հայ է կամ տատը հայ է կամ մեջը հայ արուն կա վիրավորելու տեսանկյունից։ Եվ այդ աղջիկը ասեց, ես դատի եմ տալու իրան, որ ինձ վիրավորում է անվանելով հայ։ Այսինքն ինքն էլ ազդվել, իրան վատ ազգացել դրանից, որ իրան հայ են անվանել։ Եվ այս ամբողջ սոցցանցային եւ մեդիա արձագանքին չանդրադառնամ, պարզ արդեն, հա, ինչ հեյթի, այո, ինչ ատելության խոսք է տեղ գնաց հայերի հասցեին, այդ աղջկա հասցեին, բայց շատ հատկանշական է այդ երկու զուգահեռ իրականությունները, մի իրականություն, որի մեջ հայ իբր փորձագետներ, հա, գոնգոների ներկայացուցիչներ, Նավասարդյանին հանած, որտեղ ինքը բազմաթիվ տարիներ շարունակ այդ process-ի մեջ եղել է, բայց մյուսների մասով շատ ակնհայտ։ Գնում են Բաքու, վերադառնում են եւ սկսում են հաթաթալ բոլոր նրանց, ով այդ օրակարգին չի հավատում, վիրավորելով մարդկանց, անվանելով իրենց գործակալ, անվանելով այդ մարդկանց տխմար, բառացիորեն, հա, վիրավորելով բնակչության ծայրահեղ մեծամասնությունը, որը բոլոր սոցհարցումներով չի հավատում այդ օրակարգին, որովհետև դրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք ռեալ Ադրբեջանը իր ռեալ հայատյաց դրսևորումներով, որոնք ոչ միտեղ չեն կորել, ոչինչ այդտեղ չի փոխվել, եւ այո, դրա դրսևորումները շատ ավելի վտանգավոր են մեզ համար դարձել, որտեղ առաջ կար նաեւ դրա հետ զուգահեռ հայերից վախ, այդ դեմոնիզացված կերպարներից հիմա այդ վախը իրանց մոտ կոտրվել է եւ Այո, գիտես, ասում էր զուգահեռ հիշում եմ, որ Թուրքիայում այտենց այդ նույն բանը մենք ունենք մինչև հիմա, չնայած թվում է, որ Թուրքիան մի քիչ ավելի պակաս է, չէ, հակահայկականությունը, իրականում այդպես չի, ուղղակի մենք դրան ոնց որ ավելի քիչ ենք անդրադառնում, մինչդեռ տարիներ առաջ, օրինակ, շատ տարածված բան կար, եթե ուզում էին մեկին քաղաքական գործչի, ասենց պիտակավորելով, թիրախավորելով մի անգամից մրցապայքարից հանել, տարածում էր լուր, որ ինքը հայ է։ Այսինքն իր տատը հայ է, այսինքն ջերդ հետաքրքրական է, որ այդ քարոզը միանգամից նաև նպաստում էր մեր բանին, նաև մյուս կողմից նպաստում էր մեր այսպես ցեղասպանության հարցի բարձրացման, որտեղ ասում էին, բա որ հայ է, բախի է ինքը թրքացած, այսինքն ավտոմատ ոնց որ ավել նոր հարցեր էին առաջանում ու Էրդողանն էլ էին այդ բաները բնականաբար ասում ու մի անգամ 2000, եթե չեմ սխալվում, 11 թվականին ինքը հարցազրույցում լրագրողը իրեն հարցում էր ազգության մասին, ինքը ասաց բան ինձ ասում են որ ես վրացի եմ, լազ եմ, հիշում եմ, ու
հետո շարունակեց, ինձ ավելի վատ բաներ են ասել, ինձ ասել են հայ, հա, այսինքն դա ոչ այլ ինչ է, քան բացահայտ ատելության խոսք եւ միևնույն ժամանակ ցուցադրում է, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում ոչ միայն չկա խաղաղության օրակարգ, այլ նաեւ հայության հետ ապրելու պատրաստակամություն, հայության հետ ճակատագիր կիսելու պատրաստակամություն, բացի ինչ որ մարգինալ տարերից չկա եւ այստեղ մենք ոչ միայն սա պնդում ենք հենվելով ինչ որ մեդիաների կամ 1-2 դեպքի վրա, այլ մեր ձեռքի տակ եղած եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից բոլոր գիտականորեն արված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հայերի հանդեպ կա բացահայտ ատելություն, հայերեն կազմում որպես սպառնալիք բոլոր մակարդակներում եւ վերջապես նույնիսկ օրինակ թուրքական Քադիր Հասամասյանը ամեն տարի անում է այդ հարցումը, հասարակական տրամադրությունների շատ լավ հիմնավոր հարցում է դա, այնտեղ հատուկ հարց կա, ասում ում կուզեիք որ լիներ ձեր հարևան եւ ում ամենակիչը կուզեիք որ լիներ ձեր հարևան, ինչպես կրաում ես հայությունը պատվավոր, ասենց ասած, առաջի տեղում, այսինքն այնտեղ բացառվում է, որ մեկը ասի ես կուզեի հարևանս հայ լինի։ Իհարկե այդ մեր նորաթուխ քարոզիչները դե ֆակտո իշխանությունների անընդհատ բան են անելու, կոնտրարգումենտներ են իբր վերելու, տենց կոնտրփաստակներ են վերելու, ասելով որ այ մենք գնացինք, մեզ լավ ընդունեցին եւ այլն, այդտեղ դա ոչ միայն հակասմագիտությանն ու ճշմարտությանն, այլ նաեւ այնքան մենք պատմական օրինակներ ունենք, ոնց որ ասենք Թալյատ Փաշան, ասենք Զորաբին կանչում հաջո բան, հա, նախորդ օրը ցեղասպանելու կանչում էր, հետը նարդի էր խաղում, օղի էր խմում եւ ապաչում էր, համբուրում էր այտը ու հաջորդ առավոտը ոնց որ արդեն ստորագրած ուղարկում էր կոտորվելու եւ գլուխը ջարդելու բառի ուղիղ ոչ թե փոխաբեր ուղիղ իմաստը։ Այնպես որ շատ հետաքրքիր նաեւ նյուանս կա, որ խաղաղության օրակարգը եւ դրա սպասարկումը եւ դրա թեզերն ու նարատիվները ամբողջովին դարձրել են երկու կողմն իշխանության մոնոպոլիա։ Եթե կնկատես օրինակ առաջ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ իսկապես քաղաքասարակությունը առնվազն մեր կողմից, հա, իսկապես այդ քաղաքասարակությունը գնում էր Թիֆլիսում կամ եվրոպական տարբեր երկրներում մասնակցում էր այդ հանդիպումներին, որոնք ֆինանսավորվում էին տարբեր կառույցներից արտասահմանյան եւ այսպես խաղաղության օրակարգի շուրջ զրուցում էին իրենց ադրբեջանցի գործընկերների հետ եւ նույնիսկ իրենք էին միշտ ասում, որ ի տարբերություն մեզ, օրինակ Ադրբեջանից գալիս են նույնիսկ եթե մարդիկ, որոնք պատրաստ են այդ երկխոսության, միևնույն է, այդ կազմում խմբի միշտ լինում էր իրենց ԱԱԾ-ի գործակալ, որը վերահսկում էր, հետևում էր բոլորին, հետո հետ էին գնում Բաքու, ինքը սիրում բոլորի վրա գրում էր, ով է հայերի հետ նկարվել եւ այլն։ Հիմա այդ ազատությունը, որը տասնամյակներ շարունակ մեր քաղաքասարակությունը ունեցել է այդ շփումների մեջ, դա վերացվել է եւ քաղաքասարակությունը իրեն համարող մարդ չի կարող այդ process-ի մաս դառնալ, որտեղ դա դարձավ վերահսկելի ամբողջությամբ երկու երկրների իշխանությունների կողմից։ Իսկ դա իրական երկխոսության մասին չի, դա ցավոտ թևաները վերհանելու եւ դրանց շուրջ խոսելու մասին չի։ Դա ինչ որ իմիտացիա է process-ի, որովհետեւ նպաստի իշխանության Ես կասեմ, այնքան ապուշ պրիմիտիվ հարցեր էին տալիս օրինակ նույն ադրբեջանցի լրագրողները իրենց պատվիրակության ներկայացուցիչներու, ասում են, իսկ դուք որ գնացել եք այնտեղ տոլմայի շուրջ վիճել եք իրար թե չէ, իսկ որ հայերը եկել են իրաց տոլմա։ Տեսել եմ այդ դրվագը տեսել։ Թեմ որ եթե այդ մակարդակի է այդ խաղաղության օրակարգը ինչ անլուրջ է, էլի ինչի մասին խոսում։ Ես ստեմ իհադել կետ կա, էլի որ առաջի օրվանից ինչքան էլ կարող է տարօրինակցել, բայց ես հենց դրան էի նաև ուշադրություն դարձել, որ փաստացի դե ֆակտո իշխանությունների թեզի սպասարկմանը ուղղված այս միջոցառումը, որ ոչ այլ ինչ է, այլ պրոստը աջակցել նրան, որ տենց իմիտացիա ստեղծի, պատրանք ստեղծվի, որ իսկականից կա հայ-ադրբեջանական երկխոսություն, որը նորից ասում ես ու դու ամենալավը գիտենք իրականում կա թե չկա, հա, այլ ոչ թե ինչ որ պայմանական նորաթուխ փորձագետներ, որոնք մի օր բանի տնտեսագիտության բաներ են, հարցերն են քննարկում, երկրորդ օրը քննարկում են սահմանադրությունը, երրորդ օրը Արցախյան հիմնարանը, չորրորդ օրը դառնում են քաղաքասարակության ներկայացուցիչներ ու հիմա էլ խոսում են ադրբեջանական հակամարտությունից։ Բայց հələ բացի դրանից մի կարևոր բան կա, որ փաստացի այդ գնալու փողը ընդ որում չարտերային ռեյսով, չվերթով եւ այլն, տվել ենք ես ու դու։
մեր հարկերից, եթե չեմ խորհում 17 ու քանի միլիոն դրամ ծախսվել է, որպեսզի 4-5 հոգի, որոնք ոչ ինձ են ներկայացնում, ոչ քեզ են ներկայացնում, ոչ Հայաստանի Հանրապետության բնակչության ոչ մեկին չեն ներկայացնում, ավելին կարող է ասում տնեցիք էլ չճանաչեն, չէ, այդ պարագան է, որ իրանք ըստ էության իրանք, այսինքն ով են այդ մարդկանց անունները կարդում ես no name, այսինքն այս չի որ իրանք հասարակության կողմից մեծագույն հարգանք վայելող են, ինչ որ ինստիտուցիոնալ բաներ են, կառույցներ ներկայացնում, ինչ որ դե ֆակտո իշխանությունների մասին լավ բաներ ասող լոյալ մարդիկ են, իրենք իմ ու քո հարկերով Հայաստանի Հանրապետության բնակիչների վճարած հարկերով 17 միլիոն, դա մոտավորապես գալիս է $50,000, հա, գնում են ընդամենը մի օր, փաստացի, որ գան ստեղ ու կրկնեն Ադրբեջանի մեր թշնամիների, խոսնակների թեզերը քարոզչական, ասելով որ Ադրբեջանը մեր դեմ ոչ մի վատ բան չունի եւ այլն եւ այլն։ Ու պարադոքսալ է, որ այսինքն այդ հարցին օրինակ այն հիշում ես առաջ տենց այդ քո հիշատակած հասարակությունը որ կար օրինակ առաջ կասեին բաները մի հատ էլ նայենք այդ բյուջեից խեք այդ փողերը ծախսում եւ այլն հիմա այդ հարցերից չէ բարձրացում հա բա ի՞նչ պիտի անենք ոնց որ ասենք այդ տարբեր ինչ որ չգիտեմ ինչ է նորաձև է բան այդ քարոզչական միջոցառումների վրա պետական բյուջեից փող ծախսեց ոնց որ տարաբնույթ համերգների վրա է որը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ կոմերցիոն նշանակությունը պետական բյուջեից ծախսում են հենց էլ հիմա փաստորեն նույն սկզբունքով ֆինանսավորվում է որ ինչ որ մարդիկ գնան բան գաստրոլ Բաքու հետ գան ու որ ասեմ գնացել են Բաքու ու այնտեղ բարձրացրել են իրական հարցեր ու հետո եկել են ասել մենք այդ հարցերը բացին պատասխան չկա գնացել են ու եկել են ասում են մենք բան ենք արել մենք փաստորեն տեսել ենք որ Ադրբեջանը մեր հանդեպ ճշտամանք չկա արա հենց այդ պահին այդ քո գտնված քաղաքում 60-ից ավել հայ մարդ է դատվում ապօրինաբար խոշտանգվում ապօրինաբար բան դու ո՞նց ես ասում ես գնացել եմ այնտեղ ճշտամանք չեմ տեսնում դե իրան մեկը մոտեցել ասել է բրատ կտացրած էլ